Եթե ձեզ կանչել են դատարան որպես վկա, եթե մի օր ստացել եք ծանոթագիր այն մասին, որ ունեք վկայի կարգավիճակ եւ պետք է ներկայանաք դատարան, անհանգստանալու փոխարեն հիշեք. Ով է վկան? Այն մարդն է, ով տվյալ գործի շրջանակում իր ունեցած տեղեկությունների հիման վրա ցուցմունք է տալիս, օգնելով դատարանին պարզել կարևոր հանգամանքներ։ Դատավորը պարզաբանում է, թե ով է վկան, ելնելով վերը նշվածի տրամաբանությունից։ Վկան այն անձն է, ով տիրապետում է կարևոր տեղեկությունների գործի լուծման համար։ Առավել կարևոր է վկայի ներկայությունը դատական նիստերի դահլիճում, այն դեպքում, երբ քննիչի մոտ ինքը արդեն իսկ ցուցմունք է տվել ընդդեմ մեղադրյալի, եւ մեղադրյալը ունի Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք հարցեր տալու այն վկաներին դատարանի ներկայությամբ, ովքեր իր դեմ ցուցմունք են տվել։ Դա նրա արդար դատաքննության իրավունքի ամենակարևոր բաղադրատարներից մեկն է։ Ինչ է ցուցմունքը? Տեղեկություններ, դիտարկումներ, որոնք տվյալ գործի համար ունեն կարևոր նշանակություն, եւ դուք հայտնում եք դրանք բանավոր։ Պարզ ասած, հայտնում եք այն ամենը, ինչ գիտեք այդ գործի մասին։ Ուշադիր կարդացեք ծանոթագիրը։ Այնտեղ նշված են ոչ միայն դատարան ներկայանալու օրը, ժամը եւ դատարանի հասցեն, այլև ձեր իրավունքներն ու պարտականությունները, ու նաեւ այն, որ կարող եք ներկայանալ ձեր փաստաբանի հետ։ Հիշեք, դատարան ներկայանալուց պարտադիր է անձը հաստատող փաստաթուղթը։ Բարև ձեզ։ Այո, դատական նիստին հրավիրված եմ որպես վկա։ Դատանը ձեզ պարզաբանում է, որ դուք որպես վկա եք հանդես գալիս, դա նշանակում է, որ պարտավոր եք տալ ճշմարտացի ցուցմունքներ։ Սուտ ցուցմունք տալու համար, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ պարզաբանում եմ ձեզ, որ իրավունք ունեք ցուցմունք չտալու ձեր ամուսնու եւ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորենքը ենթադրվի, որ այդ ցուցմունքները կօգտագործվեն ձեր կամ այդ անձանց դեմ, պարզ է։ Հիմա պետք է կրկնեք, որ ես Պարույր Սողոմոնյանս ցուցմունք տալուց ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Վկայի կարգավիճակ ունենալը սահմանափակում է ազատ տեղաշարժի հնարավորությունը։ Վկայի ազատ տեղաշարժման իրավունքը որևիցե ձև սահմանափակված չէ։ Ուղղակի նա վարույթ իրականացնող մարմնին պետք է տեղեկացնի իր նոր գտնվելու վայրի եւ նրա հետ կապ հաստատելու միջոցների մասին։ Այն դեպքերում, երբ վկան առանց հարգելի պատճառների չի ներկայանում դատարան, դատական նիստերը հետաձգվում են։ Իսկ դատարանը հնարավորություն ունի որոշում կայացնելու նրան ոստիկանության միջոցով հարկադրաբար ներկայացնել դատարան։ Ընդհուպ միջև վկան կարող է 12 ժամ մնալ ձերբակալված վիճակում իր այդ դատավարական պարտականությունը չկատարելու, դատարան չներկայանալու համար։ Կարող է վկան մեկնել այլ վայր, փոխել բնակության հասցեն կամ ժամանակավոր բացակայել երկրից։ Վկան ընդհանուր առմամբ օրենքի համաձայն պետք է տեղյակ պահի վարույթ իրականացնող մարմնին իր նոր բնակության վայրի մասին, սակայն բացառված չէ, որ վկան այդ ժամանակահատվածում, երբ գործը արդեն գտնվում է դատարանում, բացակայի երկրից։ Օրենքը լուծել է այդ հարցը եւ հնարավորություն է տալիս տեսակապի միջոցով իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի հարցաքննությունը։ Կարող է արդյոք վկան կրկնակի հարցաքննվել եւ որ դեպքերում։ Եթե անհրաժեշտություն է առաջանում, նոր ի հայտ են գալիս փաստական հանգամանքներ դատական քննության ժամանակ եւ կողմը միջնորդում է կամ դատարանն է այդ կարիքը զգում վկային լրացուցիչ հարցաքննելու, ապա օրենքը թույլ է տալիս, որպեսզի նույն վկային մենք կրկին անգամ կանչենք դատարան։ Սիրելի վկա, հիշեք, որ արդարադատության իրականացման հարցում ձեր դերն անփոխարինելի է եւ ձեզ էլ մի ուրիշ վկայի ցուցմունք գուցե մի օր պետք լինի։